քանի որ մենք տեսանք, որ Հովանավանքում կիրակի օրը տեղի ունեցավ Հելոուին, որովհետև դա այլ կերպ բնորոշել հնարավոր չէր, մենք տեսանք այնտեղ ինչ-որ անադեկվատ մարդկանց, տեսանք այսքան եկեղեցու բակում, այսքան ծամոնը բերանը գցած ճպճպացնող կանանց, որոնց բերել էին բնականաբար, բերման էին ենթարկել վարչական ռեսուրս կիրառելով եւ չնայած այդ ամենով հանդերձ Հովանավանքի երեկվա Հելոուինին շատ ավելի քիչ մարդ էր մասնակցում, քան Նիկոլ Փաշինյանի պղծության առաջին արարի նախորդ կիրակի, ինչ ասան։ Այո, թե ինչ էր տեղի ունենում եւ հիմա մենք կնայենք թե այդ Հովանավանքի Հելոուինի մասնակիցներից մեկը ինչպես է հարձակվում Երջագնդի ամենանամուսով լրագրող Խեղաթուրես Սարգիս Համասեռանով, բայց մի օր ազատորեն վերցնելու այդպիսի բան չեմ ասել, ինքներդ ասաց վերցնելու աստու դրան մոդեմ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները գրիվ ցլեն, լրիվ կասկածները ու մի հատ էլ սրտքեմ էլ էսի Ձեր կասկածները իրավապաններին ես հրավիրում Եվ այսպես մենք տեսանք, մենք տեսանք, որ այս անձնավորությունը, ով Նիկոլ Փաշինյանի նվիրյալներից է, լրագրողին իր մասնագիտական պարտականությունը լրագրողին սպառնում է, ես չեմ ուզում կրկնել իր ասածը, թե քեզ կտանեմ, ինչ կանեմ, որ դու համոզվես, որ ես համասեռամոլ չեմ, չնայած ինքը իր եթերներից մեկում է ասել, որ ինքը համասեռամոլ է, այստեղ ես անձնապես ինքս խնդիր չեմ տեսնում, յուրաքանչյուրը ինքն է որոշում իր անձնական կյանքը, իր սեռական կարգավիճակը, այստեղ լրագրողին ասում է չափալախեմ, թքեմ երեսիդ, հարուցվելա տիկին ոստիկանապետ քրեական գործ այս անձնավորության հանդեպ, ով ժամանակին նաև ինձ էր սպառնում, իմ հասցեին էր զարհուրելի հայտարարություններ անում եւ երբ որ ես որպես պատգամավոր դիմեցի իրավապահ համակարգին, սրան կանչել էին քննության, հետո վիձիծիլի իր հայտարարություններում, սպառնալիքներում, հայհոյանքներում իմ հասցեին որևէ հանցակազմ չէին գտել։ Ուղիղ եթերում սպառնում է լրագրողին, ասում է, որ քեզ կտանեմ, այս բանը կանեմ, որ դու համոզվես, որ ես համասեռամոլ չեմ, վերջում էլ մի հատ կթքեմ երեսիդ։ Սա պիտի արդեն կանչված լիներ, սրա դեմ այլևս քրեական գործ պիտի հարուցված լիներ, բայց չէ, դուք քրեական գործ այսօր առավոտյան հարուցել եք վեհափարի եղբոր, 68-ամյա եղբոր եւ նրա որդու հանդեպ, ինչպես պնդում է փաստաբան Արա Զոհրաբյանը, սուտ մատնության հիման վրա, որ սուտ մատնության հիման վրա, որ վեհափարի եղբայրը եւ վեհափարի եղբոր որդին վաղարշապատում խանգարել են բնականաբար իշխանական տեխնացուի Քարոզ Արշավին հրապարակվել է տեսագրությունը եւ մենք բոլորս տեսանք, որ այդտեղ որևէ խոչընդոտ որևէ մեկի Քարոզ Արշավին չկա, սա վեհափարի վրա հերթական պրեսինգն է, Նիկոլը ուզում ասի մեկը հասնելու եմ նրան որ քեզ գահընկեց եմ անելու, կալանավորելու եմ այսպես, վեհափարի բոլոր ազգականներին, շրջապատին, սրբազանների հանդեպ այս խայտարակ տերորը մեկ նպատակ է հետապնդում հասնել վեհափարին եւ եթե մարդիկ կան, որ ասում են դե հա հո վեհափար չի կալանավորի, ես ասում եմ դուք խորը թուրիմացության մեջ եք, դուք ուրեմն Նիկոլին չեք ճանաչում, չկա կարմիր գիծ, որ Նիկոլ Փաշինյանը չի անցել եւ չկա կարմիր գիծ, որ Նիկոլ Փաշինյանը չի անցնելու, այո, կալանավորելու է վեհափարին, ինքը հիմա փորձում է եկող կիրակի էլ գնալու է Թալին, հա, այնտեղ Հելոուինի ինչ որ միջոցառում անցկացնի, ինքը փորձում է այսպես, հա, եկեղեցին ներսից պարակտել, բայց մենք տեսանք, որ այս իր ակցիաները հանրային աջակցություն չունեն, նաև տարբեր հրապարակումներ տեսանք, որ այնտեղ իրավապահ համակարգի մարդկանց հագցրել էին քաղաքացիական հագուստ այդպես
հրապարակումներ կան եւ նրանք փորձում էին մասովկա ապահովել, օհանավանցիները հայտարարեցին, որ այնտեղ օհանավանից գրեթե որևէ մեկը չկա, տեսանք հարակից բնակավայրերի ԿՊ անդամները, գյուղապետեր, համայնքապետեր, նախարարներ, ես չգիտեմ, падգամավորներ, բոլորը բերման էին ենթարկել, բայց նույնիսկ դա չկարողացավ ապահովել հանրային աջակցություն, բայց միևնույնն է, առանց հանրային աջակցության էլ Նիկոլ Փաշինյանը գնալու է եւ այո, պետք լինի կալանավորելու է վեհափարին